Բարև ձեզ, Երևանից 40 կիլոմետր հաղթահարելուց հետո մենք հայտնվեցինք Արարատի մարզի Վեդի համայնքում, բարի գալուստ Լուսարատ։ F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր, զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Լուսարատցիներ, դեռ չեք կողմնորոշվել, թե որ ինտերնետ կապից օգտվեք։ Մի հապաղեք, զանգահարեք 8988 և ձեր տանը ունեցեք F-net Telecom ընկերության գերարագ ինտերնետ կապը։ Բարև, ոնց ես, ինչ կա չկա, լավ է ամեն ինչ, Աշոտ, Արևն ասում է ինձ տար քո հետ Երևան, Արևիկ։ Բեր տանենք։ Պոկում եմ։ Չէ մի պոկի, տես բեր տանենք։ Ոնց հենց բերեմ, պետքա պոկեմ ուզած չուզած։ Չգիտեմ դու ում Արևն ես, բայց արդեն դարձար իմը։ Արդեն դու իմն ես, գնացինք։ Սիրելի հեռուստադիտողներ, հետևորդներ, ես ու Աշոտ այժմ շոկի մեջ ենք, որովհետև ծուխը տեսել ենք ու խառնվել ենք իրար, ասում ենք Աստված իմ, այս ինչ ծուխ է, ինչ է կատարվում, ում տունն է վառվում, ում դաշտն է վառվում, այստեղից ոչինչ տեսանելի չէ, հուսանք ամեն ինչ բարի ավարտ կունենա և ոչ մեկը չի տուժի։ Լուսարատ գյուղի վարչական տարածքում է գտնվում Հայաստանի ամենահայտնի պատմամշակութային վայրը՝ Խոր Վիրապը։ Այդ պատճառով այստեղ զբոսաշրջիկների մեծ հոսք է գրանցվում տարվա բոլոր եղանակներին։ Աշոտ, այս հատվածում ոնց որ կենտրոնացած լինի ամբողջ Հայաստանի պատկերը։ Նայի, Արարատ լեռն է, Խաղողի այգիները, Խոր Վիրապը, Գևորգ Չաուշի հրաշագեղ արձանը, այստեղից հայրենասիրություն է բուրում։ Սիրելիներ, եթե ուզում եք զմայլվել Արարատ լեռան պատկերով, ապա համեցեք Լուսարատ։ Սիրելիներս, Գևորգ Չաուշը, Գևորգ Ղազարյանը ծնվել է 1870 թվականին Արևմտյան Հայաստանի Սասունի Մկտենք գյուղում։ Նա հայ ազգային ազատագրական շարժման հայտնի ֆիդայիններից մեկն է եղել։ Դեռ պատանի էր, երբ իր աչքով տեսել է, թե թշնամին ինչպես է բռնություն գործադրում հայ բնակիչների վրա։ Այդ պահից սկսած նրա աշխարհայացքը փոխվել է եւ վաղ տարիքից ցանկացել է միանալ ազատագրական պայքարին։ Չաուշը միակ ֆիդայինն է եղել, ով օրենքին հակառակ ընտանիք է կազմել։ Ամուսնացել է իր սիրած աղջկա Հեղինեի հետ։ Գևորգ Չաուշը ընկերական շրջապատում հայտնի էր արագ որոշումներ կայացնելու կարողությամբ եւ իր խիզախությամբ։ Նա եղել է Արաբոյի, Անդրանիկի, Աղբյուր Սերոփի, Հրայր Դժոխքի զինակից ընկերը։ Հայդուկապետը 1907 թվականի մայիսի 27-ին Սուլուղ գյուղի մոտ տեղի ունեցած անհավասար մարտում վիրավորվեց և զոհվեց։ Նրա մահը ծանր կորուստ էր հայ ազատագրական շարժման համար, սակայն նրա անունը դարձավ հայրենասիրության, անձնազոհության, ազատության պայքարի խորհրդանիշ։ Աշոտ, ասում եմ մարդ ժամանակ ունենար, Լուսարատի երեխաներին համախմբեր ու գար այս նորակառույց դաշտում խաղեր կազմակերպեր։ Բայց ափսոս այսօր այդ ժամանակը չունենք։ Գրիգոր Վրեժի Գասպարյան, Սամվել Հենրիկի Մամիկոնյան, Նշան Խաչիկի Սիմոնյան։ Նրանք այն տղաներն են, ովքեր զոհվել են Արցախյան առաջին պատերազմում։ Իսկ այստեղ ունենք հերոսներ Գարիկ Համլետի Գուլբանդյան, Վարդան Սարգսի Միրզախանյան, ովքեր իրենց կյանքը զոհեցին 44-օրյա պատերազմում հանուն մեր վաղվա ապագայի։ Սարգիս Գևորգի Մանուկյանը
ցավոք հրաժեշտ տվեց այս կյանքին հանուն հայրենիքի 2022 թվականին, երբ թշնամին հարձակվեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա։ Մենք տղաներ բոլորովը թպարտ ենք։ Ցավոք դուք այսօր կենթանի չեք, բայց ձեր շնորհիվ ենք մենք ապրում Հայաստանում ու ձեր կիսատ թողած գործը մենք ավարտին ենք հասցնելու։ Չենք թողնելու, որ մեր Հայաստանը գերի դառնա թշնամուն երբեք։ Սուսիկ ջան, գիտես չէ, շատ շոկ է։ Դու որ նայես այս հաղորդումը, մեկնաբանությունում գրիր։ Դու գիտես, ես այժմ ինչի մասին եմ խոսում։ Լուսարատ գյուղը աչքի է ընկնում իր կենտրոնական հրապարակի գեղեցկությամբ։ Յուրաքանչյուր իրեն հարգող գյուղ առաջին հերթին պետք է ունենա ոռոգման ջուր, խմելու ջուր, իսկ հետո դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն։ Ինչպես տեսնում եք, Լուսարատը ունի իր մշակույթի տունը, որտեղ գործում են իմ իմանալով բազմաթիվ խմբակներ։ Բարև։ Բարև։ Ոնց ես։ Լավ եմ, դուք ոնց եք։ Շատ շոկ է։ Մի կերպ այս շոկին գյուղը ուզում ենք նկարել։ Քո անունը ի՞նչ է։ Իմ անունը Էրիկ է։ Դու Էրիկն ես։ Ես էլ Արևիկն եմ։ Հաճելի է։ Մենք եկել ենք տեսնենք Լուսարատում ինչ կա, չկա։ Առաջին մարդը, որին հանդիպեցինք, դու ես։ Կարող եմ պատմել մեր Լուսարատի մասին։ Մեր Լուսարատի հին անունը Շխլար։ Այստեղ եկեղեցի են կառուցել, խորվիրապեր։ Այնտեղ կային օձեր, լիքը կենդանիներ վնասակար։ Բայց զարմանալին այն է, որ Գրիգոր Լուսավորիչին այդ կենդանիները չէին վնասում։ Թագավորը հիվանդացել է, նա Աստծուց հարցրեց, թե ինչպես բուժվի։ Աստված նրան ասաց, դու պետք է Գրիգոր Լուսավորիչին հանես այդ թունելից։ Գնա Գրիգոր Լուսավորիչին թունելից հանեց, Տրթա թագավորին բուժեց, բայց որպես պատիժ Տրթա թագավորի ականջը թողեց խոզի ականջ։ Եվ Տրթա թագավորը որոշեց, որ պետք է կառուցի խոր վիրապը, մեր եկեղեցին։ Դուք տեսել եք, այստեղ դպրոց կար առաջում, այնտեղ ես սովորում եմ, ես այս տարի փոխվում եմ 6-րդ դասարան։ Էրիկ, դու այս հայոց պատմությունը որտեղից գիտես, ով է քեզ պատմել։ Ես 5-րդ դասարանում իմ հայրենիք եմ անցնում և 4-րդ դասարանում էլ էին ինձ պատմել։ Իսկ դու արմատներով որտեղից ես։ Արմատներով Ստեփանակերտից եմ։ Արցախից ես։ Իսկ Արցախի մասին ինձ ինչ կպատմես։ Ես օրինակ իմ կյանքում չեմ եղել Արցախում։ Արցախում պատերազմը Ստեփանակերտում պատերազմը սկսվել էր 2023 թվականին սեպտեմբերի 19-ին։ Դպրոցից եկանք տուն և լույսերը անջատեցին և սկսեց պատերազմը։ Թուրքերը կրակում էին դեպի Մերյան։ Մենք պանիկա էինք ընկել, իմ եղբայրը այդտեղ ինչքան մարդ կար, հավաքեց մեր տուն, որովհետև մեր տունը ամենաապահով տունն էր։ Մի 3 օր մնացինք առանց լույս, առանց հացի, բլոկադա էր, առանց հացի, առանց ջրի։ Եվ հետո մենք եկանք, տեղափոխվեցինք Վանաձոր, այնտեղ ես ապրեցի 3 ամիս, իսկ հետո տեղափոխվեցինք Հրազդան, այնտեղ ապրել եմ 1 տարի և հետո եկանք ստեղ։ Որտեղ էր ամենից լավը Արցախից հետո։ Արցախից հետո ամենալավն է Հրազդանը։ Ոչ տաք էր, ոչ տաք էր, տաք չէր, այնտեղ տաք չէր։ Իսկ այստեղ շատ շոկա չէ։ Լավ, որ եկաք այստեղ, հասցրեցիր ընկերներ ձեռք բերել 3 տարվա ընթացքում։ Լուսարատի երեխաները ինչպես են ձեզ ընդունել։ Ինձ որպես իրանց եղբայր են ընդունել, հարազատ։ Որոշել ես, ոնց ես քո ապագան կառուցելու։ Այո, ես 18 տարեկան լինեմ, գնալու եմ բանակ և հետո գամ հայրիկիս օգնեմ։ Հայրիկը ինչ է անում, որ օգնես։ Ինքը սանտեխնիկա է անում, ես էլ իրան եմ օգնել, որ մեծանամ, իմ նպատակը դա սանտեխնիկ դառնալն է։ Շատ ապրես դու։
Շատ լավ տղա ես։ Ընտանիքում քանի երեխա եք։ 5-րդը ծնվում է։ Օ, նորա ծնվելու։ Սեպտեմբերին։ Տղա թե աղջիկ։ Աղջիկ։ Քուրիկ ես ունենալու։ Շատ դժվարություններ ես չէ քո կյանքում հաղթահարել։ Այո։ Աստված տա, շատ լավ ապագա ունենաս, շատ լավ կյանք ունենաս ու դժվարություններ այլևս չհաղթահարես։ Շնորհակալություն։ Այդ նույնը ձեզ։ Խոչընդոտներ քո ճանապարհին քիչ լինեն։ Շնորհակալություն։ Իմ եղբայրը գնացել է բանակ, նա 18 տարեկան է, 2 օրից նրա ծնունդն է։ Ես նրան մաղթում եմ առողջ ծառայի մի տարի ու կեսա կդիմանա։ Դուք էլ շուշուտ նրան կայցել եք, հա? Որ կարոտը չխեղդի։ 2 օրից իրա ծնունդն է, գնալու ենք իրա ծնունդին։ Ապրեք, մեր կողմից էլ նրան բարի ծառայություն կմաղթես, լավ։ Շնորհակալություն։ Ու կասես, որ հանկարծ բանակում կռիվներ չանեն, հա? Զինվորներով իրար հետ կռիվներ չանեն, հրամանատարներին լսեն, չհակաճառեն, իրար հասկանան։ Խաչիկ պապի, բարև։ Աստծպարին, բարով եկաք, Ոնց եք։ հարկասով շատ լավ ենք, ապրում ենք, Ինչ կա չկա լուսարատում։ դե լուսարատ քյուղա արդեն գիտեք այքի ունի, մարդկա անասուն ունի, մարդկա չունի, Խաչիկ պապիկ, դուք որ թվականին եք ծնվել։ ծնվել եմ 1938 թվին հունիսի, հլա չեմ շում, 10 կամ 20, բայց իսկական թիվս հունվարի 6-ին անունը դրա համար Խաչիկ է։ Հա։ Զադիկ օրը հունվարի 6-ի առավոտ ծնվել եմ, իսկ ստեղ գրին հունիսի 20-ին, 10 թե 20, Որտեղ եք բացնվել։ Սիրիայում։ Հա, այնտեղ քանի տարի եք ապրել։ Իմ ծնողները Թուրքիայից են։ Հա։ 30-31 թվին Թուրքիայից քաղաքվել են Սիրիա, այնտեղ մնացել են մինչև 66 թվի, 966 թվի եկել ենք Հայաստան։ Հա, 1966 թվականից եկել եք Հայաստան, հենց Լուսարատ գյուղ, Այո, Լուսարատ գյուղ։ տունը զրոյից կառուցել եք։ Չէ, դունը արել եմ։ Արել եմ մի մասը, ես եմ սարքել։ Մի մասը գար, էլի։ Կասեք, բա Լուսարատում կյանքը հիմա ոնց է անցնում։ Դե կյանքը ես տոշակ ապրում եմ, հարկածով ապրում ենք։ Մեր տոշակը առնում ենք, ապրում ենք։ Ինչով եք զբաղվում դուք։ Ձեր օրը ոնց է անցնում։ Դե անցնում, հողամասի մեջ աշխատում եմ, գնում եմ ընկերները սատ կան, մեզ համար խաղում են, գալիս են, էդա տոշակ առում արտենք, ազատ ենք, մեր դանքոր եղավ գանենք։ Յալլա։ Yallah yani ya Աստված, Allah Աստված է, ասենք, Allah արաբերեն է, էլի։ Աստված, մենք հայերեն ասում ենք Աստված։ Արաբերեն ասում են Allah։ Քուրդերեն ասում են Խոդա։ Հայերեն գիտեմ, արաբերեն գիտեմ, քուրդերեն գիտեմ։ Մյուս լեզուները, yani քոլո հանում եմ, հա։ Բայց ամենասիրուն լեզուն ո՞րն է։ Դե ամենասիրուն լեզու ասենք մարդ ինչ ազգա այդ լեզու իր համար քաղաքսել։ Ողջ լեն բարով դեսանք, շնորհակալ եմ սեր գալուս համար, սեր առողջություն, ճանցաղություն, միշտ հանդիպեք ժողովրդին, դեսեք իրանց վիճակը ոնց է, ուրախ եմ որ եկաք, Աստված առողջություն տա բոլորին, խաղաղություն ու խաղաղ ապրենք մենք ու բոլոր մարդկությունը։ Ողջ առողջ։ Խաչիկ պապի, Լուսարատի խորհրդանիշը ասում են, որ խաղողն է։ Այստեղ հիմնականում մարդիկ զբաղվում են խաղողագործությամբ։ Այո, հիմա ասենք ոչ բոլորը խաղողա, ծառանոցը, այքիա, խոդա, ովսենք կարող չեն կարան աշխատեն, այքի քանդել են, արել են յոնջա, արել են ծառանոց, արել են սորեն են անում, այդպես է։ Աշոտ, ես ու Խաչիկ պապիկը մեզ համար սուրճ ենք պատրաստել։ Բա, ասում Արևիկ ջան, ես գիտեմ, որ դու սուրճ շատ ես սիրում, սուրճ հյուրասիրեմ, որ հետո չասես, գնացի Լուսարատ, ինձ սուրճ չտվեցի։ Ինչերը։ Բագի պնակները էլի։ Ափսեները։ Հա։ Չգիտեմ, բերեք թե պետք չի։ Ուզում եք։ Դե դրեք էլի մեկը սեղանի վրա էլի։ Աշոտ,
Որ դուրը բացա, արի գրոհ ենք։ Այս շոքին ժողովուրդ ջան, դրսում մարդ ասվածը գոյություն չունի։ Այստեղ մարդ կա։ Լուսարատում ես զգում եմ ինչպես իմ տանը։ Օպ, տեսար։ 1 6 ընկավ։ Չեղավ։ Հələ դու արի քո ուժերը փորձենք։ Սիրելի լուսարացիներ, F-Net Telecom ընկերության ծառայությունները հասանել են նաև ձեր բնակավայրում։ F-Net-ը առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաթիվ հեռուստաալիքներ, F-Time ժամանցային հարթակը, մի շարք խելացի լուծումներ, օրինակ անվտանգության տեսախցիկներ, խելացի դոմոֆոն, ամեն ինչին ծանոթանալու համար զանգահարեք 8988 հեռախոսահամարով կամ այցելեք ընկերության պաշտոնական կայք fnet.am։ Աղբ թափելը արգելվում է, որ գրել փակցրել եք էստեղ, ով է կարդում, ոչ մեկն էլ վստահ եմ հայերեն կարդալ չգիտի։ Եթե դուք ժողովուրդ կարդալ իմանայիք, ապա մեր գյուղերը աղբի մեջ չէին կորի։ Բարև, Բարև ձեզ։ ո՞նց ես։ Ես լավ եմ, բա դուք ո՞նց եք։ Լավ ենք, չենք դժգոհում։ Ինչ կա չկա։ Բաներ չկա։ Քո անունը ի՞նչ է։ Իմ անունը Միլենա է, բա ձեր անունը։ Իմ անունը Լարևիկ։ Դու քանի տարեկան ես։ Ես 12 եմ դառնում։ Որտեղից ես։ Ես Ռուսաստանից, Մոսկվայից։ Ռուսերեն ավելի լավ եմ խոսում, քան հայերեն։ Իսկ Ռուսաստանում տանը ընտանիքի անդամների հետ հայերեն եք խոսում թե ռուսերեն։ Քուրիկիս հետ ռուսերեն, իսկ մամայի ու պապայի հայերեն։ Իսկ Լուսարատում բարեկամներ ունես, ովքեր են այստեղ ապրում։ Բարեկամներ ինձ բանը ստեղ տատի ունեմ, պապի, բանը հոպար ու ընկերի։ Ամեն տարի գալիս եք Հայաստան ընտանիքով։ 1000-ից 1։ Հա։ Միլենա, ինձ կասես որտեղ է ավելի լավ ապրելը, Հայաստանում թե Ռուսաստանում։ Ավելի լավ ինձ դուր գալիս է Հայաստանում։ Ես կուզենայի Հայաստան ապրեի։ Ինչն է քեզ այստեղ դուր գալիս։ Ես շատ սիրում եմ տատին, պապին, դրա համար ուզում եմ ստեղ մնալ։ Հա։ Չի լինի ծնողներիդ խնդրես, որ իրեն գնան դու մնաս այստեղ։ Ես խնդրում եմ, բան իրանք ասում են մենամ Ռուսաստանը։ Որ մեծանաս անպայման կվերադառնաս հայրենիք։ Այստեղ կսովորես համալսարանում, այստեղ կաշխատես։ Որ դառնամ 18 տարեկան, ուզում եմ գամ Հայաստան։ Ուզում եմ գնամ Երևան ապրեմ։ Ինչու Երևան։ Էսի։ Երևանն է շատ սիրում։ Ինչքան ժամանակ այստեղ եք։ Արդեն մի ամիս է։ Բա երբ եք հետ գնալու։ Ավգոստոսին պետք է գնանք։ Պետք է գնանք, որ պատրաստվես դպրոցին։ Ահա։ Իսկ Հայաստանում որտեղ ես եղել, Խորվիրապ գնացել ես։ Խորվիրապ, հա, իմ հոպարն դել աշխատում։ Ահա։ Էլ ուր ես գնացել։ Ես գնացել եմ Երևան, գնացել ենք ինչ Մարտուն ենք ելել, լիքտեղ գնացել ենք ման ենք եկել, արդեն ես չեմ հիշում։ Սևան գնացել ես։ Լողացել ես ջրում։ Տաքեր թե սառներ ջուրը։ Սառն է։ Միլենա, ում կցանկանաս բարևել։ Ձեր պատվիշիկներին։ Ապրես։ Բարևներ մեր պատվիշիկներին։ Ինչ ես դառնալու, երբ որ մեծանաս։ Ես ուզում եմ բանը, բարի դասատու դառնամ։ Ես շատ լավ պարում եմ։ Հայաստանում բակային խաղերով զբաղվում եք։ Շատ։ Օրինակ գործնագործ խաղում եք, բախկվոցի խաղում եք։ Բախկված են գիշերներ խաղում, վազնոցի, տենց բաներ։ Ահա։ Կամ Այստեղ հասցրել ես ընկերներ ձեռք բերես։ Շատ։ Բա իրենց հետ որ գնաս Ռուսաստան ո՞նց է շփվելու։ Ինտերնետով։ Հենրի, ինչ կա չկա։ Բան չէ։ Ինչ ես անում, ինչով ես զբաղվում։ Դասերով։ Որ դասարան փոխադրվեցիր։ Երրորդ։ Գրքեր կարդում ես այս ամառային արձակուրդներին։ Ինչ գիրք ես կարդացել։ Հովհաննես Թումանյանը։ Հեքիաթները։ Իսկ դպրոցի համար արդեն գնել եք հագուստ, գրենական պիտույքներ։ Հա։ Սպասում ես դպրոցի բացվելուն։ Ամենաշատ ում ես կարոտել։ Դասատուին։ Որ դասատուին։
Մարինի, Ինչ է իր ազգանունը։ Ամրջանյան։ Հա, կարող ես իրեն բարևել հիմա։ Ողջունում եմ ձեզ ընկեր Ամրջանյան։ Ձեզ շատ կարոտել եմ։ Անամպես սպասում եմ, որ դպրոցը բացվի, կամ լավ սովորեմ, որ դառնամ նախարար։ Ապրես։ Բարև ձեզ աղջիկներ։ Բարև ձեզ։ Դե ասեք տեսնեմ ոնց ենք։ Լավ։ Շոկին դիմակայելու նոր պարվեստը որն է։ Օրինակ լողավազան ունեք տան տարածքում։ Չէ, բայց որ ջուրը չի գալի, չեն կարող համ լողանանք, համ չեն կարող ջուր խմենք, դենց դիմանում ենք։ Այսինքն ջուրը չի գալիս։ Չէ, չի գալի ես մի շաբաթ այլ Վայ։ շաբաթ։ Գյուղում ջուր չունեք։ Ջուր ենք բերում։ Որտեղից։ Ուրիշի տները գալիս է, բայց մեր շենքում չի գալի։ Հա։ Այո։ Դու էլ ես շենքում ապրում։ Բայց ես այս գյուղից։ Չէ, իրանց սեփական տունը։ Հա, բա դու որտեղից ես։ Շաղապրիից։ Հա, այստեղում տուն ես եկել։ Քույրիկից։ Հյուր ես եկել։ Այո։ Հա, մենք Շաղափում եղել ենք, գիտես չէ։ Այո։ Հիմա ում տանը որ ապրում ես, այնտեղ էլ ջուր չկա։ Այո։ Քո անունը ինչ է։ Մարի։ Քո անունը։ Աննա։ Ահա։ Բա ասում ես ջուր չկա, ոնց հասկանանք։ Միշտ եղել է, ուղղակի այս պահին չկա։ Հա, այս ինչ սկսելա ջուր չունենք։ Ինչն է սկսել։ Այս տարին սկսելա, մի քիչ անցել է, ու էլ չենք ունեցել ջուր։ Բա չեք բողոքարկել։ Այսօր բողոքել էինք, բայց ասացին վաղը կտենանք։ Ահա։ Այս ի՞նչ բան է։ Այ քեզ բան, խմելու ջուր չլինի։ Գնում եք տարբեր մարդկանց տներից բերում։ Ընդհանուր շենքում չունեք։ Հա, ընդհանուր շենքա չկա։ Դու հյուր ես եկել, Այո։ դու Սարատից չես, դու էստեղից ես։ Հա, ես Ասա այստեղից տեսնեմ եմ։ ձեր գյուղը ինչի կարիք ունի ամենից շատ։ Մենակ ջրի։ Բա ասֆալտապատման կարիք չկա։ Մեր փողոցը ասֆալտել են, բայց ստեղ չէ։ Մեր այն մյուս փողոցն էլ չկա ասֆալտ, ու տատիկիս փողոցը չկա ասֆալտ։ Այսինքն գյուղը ունի նաև ասֆալտապատման կարիք։ Հա։ Ահա, բա ձեր առօրյան ոնց է անցնում։ Ես գնում եի Պարի, բայց դուրս եմ եկել։ Կա նկարչություն, երգ, երկու հատ Պարի ստուդիա ունենք։ Ու Այսինքն մշակույթի տանը գործում են խմբակներ, որտեղ է գնում ժամանակ անցկացնում։ Օրինակ գյուղում սրճարան ունեք կամ ինչ-որ հիանալի վայր, որ գնաք ընկերուհիներով շփվեք։ չէ, մենք առավոտները, տենց մոտավոր 2-ի մոտերը, մենք էթում ենք, հավաքվում ենք, մեր ընկերուհու տունը ու նստում ենք, խաղում ենք։ Ինչ եք խաղում։ Տարբեր բաներ, ես խաղեր եմ բերում իմ խաղերից ու տենց խաղում ենք։ Բա դու ինչ կասես Լուսարատի մասին։ Այստեղ լավ մարդիկ են ապրում։ Այո, Որտեղի մարդիկ են ավելի լավը Լուսարատի, թե Շաղափի։ Լուսարատի։ Ինչով են լավը։ Բարի են ավելի։ Այո, Բա քեզ խորվիրապ տարել են։ Չեն տարել։ ոչ։ Վայ։ Խորվիրապ ընդհանրապես չես եղել։ Այ քեզ բան։ Աննային անպայման կտանեք խորվիրապ։ Առանց խորվիրապը տեսնելու չթողնեք, որ գնա Շաղափ։ Մարդը այսքան ճանապարհ է կտրել եկել, բա խորվիրապը չտեսնի։ Զբոսաշրջիկը այլ ինչ տարբերություն Եվրոպայից են գալիս խորվիրապը տեսնում թե Շաղափից։ Ողջույն։ Ողջույն։ Ո՞նց ես։ Լավ եմ։ Ինչ է քո անունը։ Յարիսիր։ Քանի տարեկան ես։ 11։ Դպրոց հաճախում ես։ Ալո։ Ամառային արձակուրդդ ո՞նց է անցնում։ Լավ։ Բացի Լուսարատից որտեղ ես եղել։ Բայց դուղում եմ եղել։ Մենակ էստեղ։ Ամառը էստեղ ես անցկացնում։ Հա։ Ուրիշ որտեղ կուզենայիր գնաս։ Ու ես այստեղից ոչ միտեղ։ Ինչի։ Այստեղ լավ է։ Հանգստանալու չես ցանկանա գնալ որևէ երկիր։ Հա, դիսնանալ, հա։ Դնացել է։ Այն շոկին դրսում մարդ գտնելը, գիտեք ինչ է, հերոսություն է։ Որովհետև շոքա ժողովուրդը ճիշտ ասած տներն են պատասպարված, երեկոյան դուրս գալիս են գյուղա մեջ, այնտեղ հավաքատեղի կա, ակումբ կա, զբաղվում են, կարթ են խաղում, նարդի են խաղում, զրուցում են քաղաքականությունից, ըստից, ընդից, հա,
Մեկ էլ մենք ենք խառնում, որ տեն մենք մի բան են չի, Հա։ ուղղություն ենք ասում, մեկչել վիճաբանվում ենք ճիշտ ասած, ու տենց ժողովուրդներ մեր գյուղի հիմնական գյուղատնտեսությամբ զբաղվում, Հիմնականում խաղողագործություն։ խաղողագործություն է, բոստանային կուլտուրաները կա, բայց քիչ է, հիմնական խաղողագործական սովխոզ է եղել մեր գյուղը, իմ լսելով հիշողություններում ինչ-որ դե մեր գյուղի սովխոզյանը կոչվել է դվինի սովխոզ, ինչ-որ Արտաշատի այդ սովխոզը տեղափոխվել աստեղ, դրա համար կոչվել է դվինի սովխոզ։ Սկզբում եղել է Սկզբում եղել 541 բնակիչ։ Ու ես ավելի ստույգ ասեմ, եղել են հողից տներ, ու հիմնական ապրել են քրդեր։ Հա, սովխոզը որ հիմնադրեցին, սկսին տները կառուցել, գյուղի հին անուն եղել է Շխլար, որտեղ քրդերն էին ապրում հիմնական այստեղ։ Ու գյուղի անունը վերափոխեցին Լուսարատ։ Մենք ունեցել ենք Համբարձումյան ազգանունով դիրեկտոր, իր օրոք որ լուսավորություն քաշվեց, փողոցները լուսավորվեց, բոլոր փողոցները գազաֆիկացվեց, գյուղի անուն դրեցին Լուսարատ։ Այսինքն լույսերով առատ։ Լույսերով առատ, այսինքն լույս առատ տեղից է գալիս։ Լույսերը տարած լուսարատ։ Իսկ Խորվիրապի մասին, Խորվիրապը ինքը թվագրվում է 1762 թվականին, որ կառուցվել է։ Հռիփսիմյան կույսերը, Գայանյանց կույսերը, որ գալիս են Դեղետյանոց հալածանքներից, որ փախնում գալիս են Հայաստան, այդ ժամանակ Տրտատը Հռիփսիմյան շատ գեղեցիկ է լինում։ Ու ինքը ուզում է տիրանա իրաց բռնանա։ Այդ ժամանակ ինքը որ ուզում է բռնանա Հռիփսիմին համառորեն դիմադրում է։ Վերջը Տրտատ թագավորը ասում է ես ամբողջ աշխարհի վրա կարողացա, մի կույսի վրա չկարողացա։ Ու Հռիփսիմեն էլ է չարչարում, անգամ քառատում է։ Ու ինքը արդեն որ ասում են խոզ Էսյանին է, խոզի կերպարանք առնում ինքը։ Ոչ թե խոզ է դառնում, խոզի կերպարանավորում է ինքը ստանում։ Դիվահարվում է։ Աստված պատժում է։ Ու Խոսրովի դուխտը Գրիգորի Տրտատի քույրը, որ երազ է տեսնում, ասում է քո փրկությունը Գրիգորին վիրապից հանելն է, փոսից հանելն է։ Ասում է ինչ ես ասում 13-14 երկար տարիներ անց է, ինչ ոնց կարող է այդտեղ մարդ ողջ մնալ, որովհետև այդտեղ օծերի կարիճների բնակատեղի էր, հին Արտաշատի Բերդն է եղել, զնդանն է եղել։ Այդ պարիսպները որ կա, այդ զինվորները հսկել են։ Մահապարտներին նետում էին այդ փոսի մեջ, որ տանջանքով մահանային օծերն ու կարիճները խայթ էին տանջանքներով մահանային։ Բայց այնտեղ նաև կա մի փոս, որտեղից լուսավորչին ուտելիքներ են, չէ՞, Միկին գաղտնի կերպով ուղարկել է։ Սա մեր գյուղի պատմությունն է, Գրիգոր Լուսավորիչի պատմությունն է, ես մի համառոտ պատմեցի, ինքը երկար պատմություն է, հին Արտաշատի մասին էլ ինքը կառուցվել է 7 բլուրների վրա, բայց դե ինչ որ նշում է 10 բլուրների վրա, 400 հեկտար տարածքի վրա, ու հին Արտաշատը այրել է հռոմեացի զորավարը, Կարթագենցի զորավար Հաննիբալը այրել է։ Հատակագիծը ինքն է կազմել։ Ինքն է կազմել։ Այո, Արտաշեսը նրան էր վստահել։ Ես կուզեմ որ լսեն մարդիկ, որ ասենք տրամաբանեն ամեն ինչը, որտեղ շատ մարդիկ չեն սիրում գիտություն իմանան, չեն ուզում ուսումնասիրեն, հետաքրքիր չի։ Տես ասենք Նոյը խմիչքետ սեր է ունենում։ Ուրեմն որ ինքը գինով ցած ալնում, հարբած ալնում, կիսամերկ պարկած ալնում։ Դե Նոյը 3 որդիներ է ունենում, Նոյը Սեմը, Հաբետը։ Այդ ժամանակ որդիներից մեկը տեսնում է, որ հայրը կիսամերկ պարկած է ու սկսում է ծիծաղել հոր վրա։ Եղբայրներին կանչում ասում արեք տեսեք մեր հերը կիսամերկ պարկած է եւ այլ մի տեսակ հեքիաթային է, բայց որ վերջավորություն լսեք ավելի հետաքրքիր կլինի։ Նոյը որ իմանում է այս ամեն ինչը, անիծում է որդիներին։ Երկու որդիներին անիծում, որովհետեւ այդ մի որդին որ գալիս է, ասում է փոխանակ մեր հորը ծածկես, մեզ էլ կանչում ես որ մենք նայենք։ Տանում է աջալով ծածկում է, որ չտեսնի հոր մերկությունը։ Էս մի եղբայրն էլ նայում է ու ինքն է ծիծաղում է։
Այդտեղից նոյը անիծում է երկու որդիներին։ Անեսկի պատճառով որդիներից մեկի մաշկի գույնը փոխվում է դառնում է սևամորթ, այդ մեկն էլ որ ժպտում են, այնպես դրանք էլ դառնում են այդ նեղ աշկերով մարդիկ։ Հետաքրքիր է, չէ։ Կորեացի։ Հա, կորեացիք, չինացիք։ Դες հիմա մեզ սովետական ժամանակ պատմություններում սովորացնում են մարդկությունը Այսինքն նույնն է մեղավոր։ նույնն է մեղավոր, որ ռասաների է բաժանված դեղնամոր, սևամորթ եւ բայց մարդկությունը մեկ ինչի դες պետք է լեր։ Մի բան պետք է լեր որ խոսքին Հիմա մի տեսակ որ պատմես, իքը հեքիաթային է, բայց տրամաբանությունը էդ է գալիս։ Պարոն Տիգրան, ապրեք սուրճի համար, շատ լավն էր։ Անուշ լինի։ Ես սուրճ շատ եմ սիրում։ Ինչքան սուրճտան չեմ հրաժարվի։ 10 անգամ էլ առաջարկեն կխմեմ։ Բայց դա սրտին վնաս է, չէ։ Չէ ասի։ Չէ ասի, սրտին վնասը հիմնական գիտես Ստրեսն է։ Ստրեսն է ու ասենք յուղալի ինչ-որ մսային։ Ասենք չափավորությունը որ դուրս է գալի մարդան, արդեն չափավորությունից գիրանում է մարդ, էներգիան չի ծախսում ու նստակյաց կյանքով ապրում։ Գիրանում է, սկսում է սրտի խնդիրներ առաջանալ։ Հետո հիմնական որ մենք հիմա բնամեթերքով չենք սնվում, քիմիա, դե ժողովուրդը չեն պահում։ Դրա համար էլ քաղցկեղ Աստվածը տիրել է աշխարհը։ Տիրել է աշխարհը, այո։ Ասում են մարդը մահացավ։ Ինչից մահացավ։ Ուռուցք ուներ, քաղցկեղ էր։ Հիմնականում մահերը այդ հիվանդություն։ Ես Արևիկ ջան, մի բան ասեմ, կարող է դու չհավատաս, դու լսած կլնես, որ ասենք մուսուլմանները խոզի միշտ չեն ուտում։ Այո։ Ահա։ Այսինքն շատ մարդիկ անգամ մեր Հայաստանի հայ առաքելական եկեղեցու հավատավոր մարդիկ էլ իրանք պատկերացնում են խոզի մասին ինչ-որ խոզը կեղտոտ կենդանի է այլև այլը։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Ի սկզբանե Աստված որ մարդուն արարել է, որպես մարդուն կերակուր տվել է բանջարեղենը, սերմերը, պտուղները։ Հետո որ մարդը ասում է զանազան հնարքներով բազում ջանքեր գործադրեց, համով կերակուրների մասին մտածեց, մեղքը որ մտավ աշխարհ, ինքը արդեն մերժեց Աստվածայինը, ասեց ես իմ օրենքները կդնեմ աշխարհում ու գնաց կենդանի սպանեց։ Միսը մարդու ռեակցիոնում չկար, այդ բանում չկար։ Բայց Աստված որ տեսավ, ասեց եթե դուք արդեն խախտել եք ուխտը, չեք ընդունում, կերեք այն կենդանիների միսը, որ ասենք ունեն կճղակ, երկու կճղակ հարտահերձ են ու օրոջ են անում։ Այսինքն ծամում են, օրոջ են անում։ Օրինակ կով, ոչխար, ու ասենք տես խոզը ունի երկու կճղակ, բայց ինքը օրոջ չի անում։ Արուճ չի անում։ Հա, հիմա ինչի համար է, այդտեղ կրոնական ոչ մի բան չկա։ Այդտեղ մարդու առողջության մասին ասում։ Այսինքն մենք երբ որ ուտում ենք մանավանդ խոզինը, խոզ ինքը գազան է, ագրեսիվ կենդանի է։ Մենք ինչ որ ուտում ենք, կես ժամ հետո մեր արյան մեջ է, փոխանցվում է մեզի։ Դրա համար մարդու մեջ հիվանդություններ առաջանում, ոչ թե կրոնի համար է։ Օրինակ որ ասում են կովի միսը մաքուր է, այսինքն կովը որ ուտում է ծամում է իր կերած խոտը։ Ու ինքը խոտ է ուտում։ Հա, ես սրանից հետո էլ խոզի խորոված չեմ ուտելու։ Ճիշտ էլ կանեք։ Այո, չեմ դյութվելու։ Հա։ Այդ խորովածով։ Պարոն Տիգրան, հələ եկեք անցնենք մեր գյուղին, ասեք տեսնեմ բնակիչները որտեղից են հիմնականում եկել այստեղ։ Գյուղի նախնիները տեղափոխվել են Սիրիայից, Պարսկաստանից, հիմնական։ Ճիշտ է։ Ունենք նաև Ադրբեջանից գաղթած հայեր ունենք Գորիսից, ունենք Սիսյանից, այսինքն ինչ պատճառներով, աշխատանք չլինելու պատճառներով այդ տարիներին, ինչ որ պատերազմական պատճառներով, ոնց որ մի տեսակ ապահովություն ման գալու համար գումար հայթայթելու, հա, եկել տուն-տեղ են ստեղծել, դրա համար գյուղը միատար չի։ Հա։ Խառն է։ Խառը գյուղը։ Հա, խառը գյուղը, բայց մեր վել ենք իրար հետ ասենք հարսանիքներ մասնակցում ենք, թաղման կարգերը պարտադիր է, բոլորը մի մարդուն մասնակցում են, տարբերություն չկա, որ ասեն Սիսյանցի է, Սիրիահայ է։ Վերևի թաղերից մեկում տատիկ է մահացել, գիտեք։ Տես ես չգիտեի։ Բա։ Բայց անպայման պետք է իրիկուն իմանալ, որովհետև ես նոր եմ եկել։
90-ն անցա տատիկը։ Էս վերևի։ Հա, 94 տարեկան։ Կիմանամ, ապարտադիր մենք մասնակցում ենք սքվարարողությանը, թաղման կարգին, գյուղում սրահ ունենք, անգամ փոքր վեդից են գալիս այստեղ, իրար հետ շփվում ենք, խաղաղ ենք իրար հետ, խնդիրներ չկա։ Գյուղում խնդիրներ, բայց կան, չէ, ուրիշ առումներով։ Ուրիշ առումներով խնդիրներ ունենք, ջրի պակասը, տրանսպորտի պակասը։ Այ ես զարմանում եմ ձեր վրա։ Դուք օրինակ ուզում եք Երևան հասնեք, ոտ պիտի գնաք հասնեք Երևան, ոնց է։ Փոքր վեդի։ Երևան երաս, հա։ Հա, այդ մայրուղի։ Հա, մայրուղի, ավտոճանապարհը մայրուղին, որ նոր նստենք, մենք մեր սեփական մեքենայով, որ մենք գնում ենք աշխատանքի, գնում ենք փոքր վեդի, կանգնեցնում ենք ուրիշ մեքենայով գնում գալիս ենք գազելու։ Աստված ջան, ես որ դառնա։ Հա, հիմի խոստացել են, որ իանես ճանապարհը ասֆալտապատեն, մինչև Արարատ գյուղը, Դավալու գյուղը։ Փոքր վեդից, տրանսպորտ ինչ որ շահել է մեր գյուղը, բայց հիմա քանի որ ճանապարհը լավ չի, դրա համար չեն հատկացնում, որ տրանսպորտի անեթե կփչանա, եսիմ։ Հիմա դուք մեքենա չունեք։ Ոտքով պիտի գնաք մինչև փոքր վեդի։ 4 կիլոմետր պիտի ոտքով քայլեք, հասնեք։ Եթե անհրաժեշտ անում ոտքով, ասենք, եթե բայց քանի որ ժողովուրդը մեքենաներ ունեն գյուղում, կանգնում են, վերցնում են։ Վերցնում տան։ Հա, իմ աղջիկը ներկայային աշխատում է Արտաշատ թխվածքի ցեխում։ Հա։ Հիմի մեկ ես եմ գնում փոքր վեդից բերում, հետո որ այդտեղ կանգնում է ճանապարհին, գյուղացիք ճանաչում են, վերցնում բերում են։ Առավոտ իմ տղան է տանում նորից ավտոյով, այս խնդիրը կա, տրանսպորտ, հա, ու ասենք դրա համար մեր գյուղը այդ առումով նեղվում է, չեն կարողանում գնան աշխատեն, ասենք կան մարդիկ, որ սովորել են, մասնագիտություններ ունեն եւ այլն, այս տրանսպորտի խնդիրը կա։ Էնպես որ ժողովուրդ ջան, լուսարատին հատկացրեք տրանսպորտ, որ ուղիղ կապ ունենա Երևանի հետ։ Այո, վեդի հետ, այո, կամ Արտաշատի հետ։ Ու ջրի խնդիրն է, մեր խմելու ջրի։ Հիմա ձեզ ջուր տվել են այսօր։ Հիմնական սկսում է գալ 10-ին, 10։ Երբ են կտրում։ Արդեն 2-ին 3-ին կտրված է լինում։ Պետքա ջուր հավաքեք։ Հա, պետքա ջուր հավաքենք։ Ու էլի այդպես շարունակվում է։ Այդպես շարունակվում է։ 10-ից մինչև 2-ը։ Այո, ասենք այդ խնդիրը կա, մենք ջրի խնդիրը։ Ու շատ ապատան, որ ասենք գիծը ոնց որ ասած տրակում է, ասենք եթե միտեղ մի վթար ալինում, մի 2 օր 3 օր ջուր չունենում գյուղը։ Համարվում է Լուսարատը սահմանամերձ գյուղ։ Թուրքիային է, չէ՞ սահմանակից։ Սահմանամերձ է Թուրքիային, որովհետև Արաքսն է այսպես։ Արաքսն է, այսինքն սահմանամերձ է, բայց հիմա ասենք մենք այդ արտոնություններից որ չենք օգտվում, ինչի համար, որովհետև մենք Ադրբեջանի սահմանակից չենք։ Այսինքն մեր վտանգը Ադրբեջանից է։ Հա։ Այսինքն մարդիկ փախնում են այդ վայրերից։ Շնորհակալ եմ ձեզանից։ Աստված տա բոլոր խնդիրները լուծվեն, ջրի խնդրի առաջ չկանգնեք, տրանսպորտի հարցը լուծվի։ Օգոստոսի 5-ից Արարատի մարզում երթուղային ցանցը փոփոխվելու է, նոր ավտոբուսներ են լինելու, նոր գծեր են լինելու, հուսանք ներառված կլինի նաև Լուսարատը։ Ես սպասում եմ անհամբեր այդ օրվան ու կամաց մեր Հայաստանն էլ առաջ կգնա։ Առաջ կգնան, ուրախ եմ, հետո մենք ուզում ենք, որ մենք հայ մնանք, մեր ինքնությունից չհեռանանք, մեր հավատից կրոնից չհեռանանք, մեր հայ առաքելական եկեղեցուց չհեռանանք, հավատարիմ մնանք։ Ես չգիտեի, որ գյուղում շենքեր հնարավոր է լինեն։ Հա, այսի մեր թաղամասն է, մեր փողոցն է։ Հա, այստեղ եք մեծանում այսպես ասած։ Մարի, սիրտս լավ չի, կարաս գնաս տուն ջուր բերես։ Արի ավտոկա։ Որ ջուր ունենանք, այս 2 ամսա ջուր չունենք։ Հա։ Ջուր ունենանք կբերեմ։ Հա, ճիշտ է, դու ասել ես, չէ, որ ջրի խնդիր ունեք գյուղու շենքերում։ Այսինքն պետք է գնամ խանութից ջուր առնեմ։ Հա։ Լավ, դուք ո՞նց եք գոյատևում։ Առանց ջուր։ Աստված ջան, ես որ դառնա, որ ջուր չկա, այ քեզ բան։
Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարովիկ եկեմ, եկում, մեր աշկլուս, իշկա չկա, մենք ուրախ ձեզ կնտունենք ձեր սավտանեմ։ Ապրեք շատ։ Ես Արևիկն եմ, ձեր անունը ի՞նչ է։ Իմ անունը Ալիկա։ Ահա։ Որտեղից եք դուք եկել Լուսառատ։ Ես բնիկ եկեմ Գեորգի մարզից։ Որ մարզից։ Գեորգի մարզից։ Գեղարքունիքի։ Մարզից, գյուղ Լիշկից։ Հա։ Վերապնավստը 85 թվից։ Ահա։ Որովհետև ես գիտեմ, որ Լուսառատում տարբեր վայրերից են եկել այստեղ բնակություն հաստատել։ Շատերը կան, վաղ կան, տարբեր կողմեր ցեգած, տարբեր չկա։ Բայց բնակչությունը միասնական, իրաց սիրում հարգում են։ Մեր խնդիրն է մեր արև ես բանը։ Պետությունը ժողովրդին օգնա, կանանց գծերը քաշա, դες այդ կանանց ջուրը մազստեղ։ Հա։ Մեր խմերը չեք հարցել ուզած։ Երկու ժամով ջուրս տալիս, ես ամառա, շոկա, ժողովրդաշխարհը տաշներ։ Քրդունում են, գունեն մարդիկ եմ ցայբեն։ Երեք վեխեգար Մոսկվայից ալարում ասում թող կտեն Մոսկվա։ Բայց այստեղ Մոսկվայից եկազա։ Հա։ Ասում են ես ինչ վիճակա, ջուր չկա, ինչի համար են եկել Հայաստան, Բայց Հայաստանում ինչն է պետք կարդեն։ Հա։ Երեխա, մանուկ երեխան չեն հասկանում ինչ է կատարվում այստեղ։ Ասում են գյուղերում մնացեք, պիտի պայմաններ ստեղծեն, որ մարդիկ գյուղերում մնան։ Պայմանը ստոզովը պետք է ստեղծի, սավտանի։ Խեգավորտում ստեղծա։ Ուր է թե ստեղծում են։ Խախում են։ Անտուտե ժամը խնդրում են, չէ՞։ Հա։ Բայց հիմա ասում եք գնացեք գով մենք կողմենք։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, մի ամիս այքույրի ջան, իդի ջուր չի գալու։ Երրորդ արգ եմ ապրում, ես կնիկ, ինչքան ես բեդրոները մնգեմ, կավադա չեմ գնում լուղանը։ Ինչքան կնամ ուրիշների տուն լուղանը, մամոտ եմ անում։ Այսինքն ջուրը տալիս են օրվա մեջ մի քանի ժամ, թե մի քանի ժամն էլ չեն տալիս։ Մի ժամ տալիս են ու կտրել։ Չի գալիս, ուրա։ Ջուր չի գալիս, երրորդ արգ եմ, ես ինչքան կարեմ։ Ինչքան ժամանակ է կոնկրետ որ ջուր չկա։ Ես մի ամիս է ջուր չունեմ, կավաց հարևանն է երկու անգամ տվի։ Բա ի՞նչն է խնդիրը։ Ինչ են ասում։ Ասում է ջուր չկա, սաղը շենքնել ջուր չկա։ Այդպես Առաջ հար գալիս է մեկ էլ չի գալիս։ Ինչքան ես հարևանների տնից կարեմ։ Բա այդպես ո՞նց կլինի։ Ինչ։ Ես մի ամիսա չկա։ Ինչ անով քույրի ձերենի։ Ձեր անունը ի՞նչ է։ Քեշիշյան ես։ Եստեր։ Քեշիշյան ես։ Ահա, այսինքն Լուսառատում ամեն ինչ լավ է, մենակ ջուրն է, որ անհանգստացնում է։ Ջուրը։ Մեկ է կանալիզացիայի հարցերը լուծում։ Հա։ Ես ինչա մեղքել երեխաներ, հա։ Հա։ Երեխա, սա խոյակն է, դու պետք է հարցեր որոշա։ Այո։ Հիմա ես կոչ եմ անում Վեդու համայնքապետարանին, Հայաստանի կառավարությանը, Վեոլիա ջրին, բոլոր վերևներին կոչ եմ անում, որ Լուսառատի հարցերը ականջի ետև չգցեն ու մարդկանց ջրի հետ կապված խնդիրները լուծեն։ Ես կանացե հարցը այժմ, անես սրանք դասը։ Հա։ Ջուրախոսի։ Ամոթ կանացե կապուշկար ես ասել։ Ոսում ես։ Տիկին Եստեր, բացի ջրից, էլ ինչ ուզող խնդիր կա, քանի բախտ ունենք վիճակված խոսենք։ Հենց էտա ջուրն է իմ խնդիրը։ Հա, մենակ ջուրը։ Ջուրը, հա, ինչ անենք էտա։ Եկանք Թումանյան փողոց 4-րդ շենք։ Հիմա ձեր տանն ենք, չէ՞ գտնվում Միլենա։ Այո։ Իմ տատու պապու տանը։ Այո։ Քո քուրիկներն են։ Այո։ Ծանոթանում ենք հիմա իրար հետ։ Քո անունը ի՞նչ է։ Մանե։ Դու Մանեն ես։ Դու Գայանեն ես։ Ահա։ Դե Մարին ճանաչում ենք։ Աննային գիտենք։ Երեխեք, հիմա ձեր մասին պատմեք։ Ծնվել եմ ստեղ։ Հա։ Ես ելել եմ մի քանի տարեկան, նոր գնացել եմ Մոսկվա իմ պապայի մոտ։ Ես որ ծնվել եմ, պապան էլ այնտեղ ապրում աշխատում էր։ Ես էլ սաղկյակ այնտեղ եմ ապրում։ Ես 3 տարեկանից նոր գնացել եմ կամ 2։ Իսկ շուտ-շուտ էի գալիս Հայաստան, թե։ Ամենամար գալիս ենք։ Եվ Հայաստանում այս վերջին անգամ որ եկաք, ինչ փոփոխություններ տեսաք։ Ճիշտն ասած, ոչ մի փոփոխություն։ Ջուր ինչպես միշտ չկա մեր գյուղում։ Պետք է всё չկա։ Ավելի վատացել է, չկա ջուր։ Ես ինչ եկել եմ, հիշում եմ ջուր չկա ստե։ Բայց մնացած ամեն ինչ լավ է։ Հա։ Ես Հայաստան մինը գալիս եմ, որ տատին ու պապին տենամ։ Ես 14 տարեկան եմ։
Ծնվել եմ, չէ, ծնվել եմ ստեղ, 3 տարեկան եղել եմ, գնացել եմ, հա, Մարտունի եմ ծնվել, գնացել եմ Ռուսաստան, Լավ, բա Հայաստանում ի՞նչն ես ամենից շատ հավանում։ Գյումրին։ Խոր վիրապ քանի անգամ ես գնացել։ Նու, որ այս տարի եկա մի անգամ։ Ու մի հատ հետ որ հետ եթամ, էլի կգնամ։ Հա։ Գնալու ես Մոնվառես։ Հա։ Հա, բայց գիտես Ռուսաստան սիրուն է մեր խոր վիրապ։ Այո։ Դուք Ռուսաստանում ապրելով հանդերձ, այնտեղ մեծանալով հանդերձ, հիմա կարողանում եք հայերեն լավ խոսեք։ Հետո մենք ռուսերեն, հետո մենք հայերեն չխոսանք տունը, իսկ հիմա չգիտենք հայերեն։ Բայց գրել էլ գիտեք թե։ Չէ, չգիտեմ ոչ գրել, ոչ կարդալ։ Ես գնում եի հայկական դպրոց, Հա։ բայց դա չկարացա։ Ես էլ գրում ենք հայկական դպրոց, մենք այնտեղ գրում ենք բան ենք սովորում, հետո ես դոյթում ենք, դո չենք գիտում, չենք հասցնում պարապմունքների պատճառով։ Հա, բայց անպայման հայերեն գրել կարդալ սովորեք, դուք Դժվար է։ եք։ Դժվար է։ բան չկա։ Նույն տարեր են։ Ես հիշում եմ, որ փոքր էի, իմ ընկերուհին էլ Ռուսաստանում էր ապրում, ամառները երբ որ գալիս էր, ես նստեցնում էի իրեն կողքս, ձեր տարիքի էին, փոքր էին, 10-11 տարեկան, հա։ Ու իրեն ես սովորեցնում էի մեր հայերեն տառերը։ Բա Ուր էլ գնաս, ուր էլ լինես։ Խոմար լեզուն չմոռանաս։ Այո։ Տիկին Շողիկ, իսկ լուսարատում ո՞նց է հարևանություն անում։ Ես տեսնում եմ, որ այն կողմում նստած են ձեր երկու հարևանները։ Հարևանները անում եմ իրանց այդ երկուսի հետ հարևանություն։ Մնացածի հետ բարև այլուս։ Որովհետև 20-30 տարի արդեն այն Լուսինեն իմ հարևանն է։ Իրար հետ մի տան նման ապրել ենք։ Ես չեմ ունեցի, ինքն է հասենց, ինքը չունեցի, ես եմ հասել իրան, այդ ձևի մի տան պես ենք եղել, երեխեքս իրանց տունն են եղել, անընդհատ ինքն լավ հյուրասիրություն, ամեն ինչ արել է։ Տիկին Շողիկ, բա ձեր առողջականը ո՞նց է։ Իմ առողջականը 25-24 թվից ես հիվանդացա, օր նիհարեցի, մինչև 25 թիվը ես գնացի գաստրոկոպիայի աստղիկում։ Իմ մեջ այդ ստամոքսիս մեջ ուռուցք հայտնաբերեցին, ուղարկեցին ուռուցկաբանական։ Նորա գոյություններ, նոր եղել էր այդ գունդը մեծ ահագին։ Հետո 3 հատ էլ տենց գնդիկներ նորից կողքից էին հելել։ Ես հույս չունեի։ Վիրահատել եմ 6 ժամ օպերացիայի տակ եմ մնացի։ Ես շատ շնորհակալ եմ իմ երկու բժիշկից։ Արմեն Նիկողոսյանից, Քրիստինա Բեգնազարյանից, քիմիայից բժիշկն է եղել, որից մի տարի հետո ես առողջացել եմ։ Ամեն ինչ կարում եմ ուտեմ։ 120 կիլո քաշից ունեցել եմ, հիմա 60 կիլո քաշեր մնացել։ Հիմա փառք Աստծո, նորից գալիս եկել եմ իմ դիրքին։ Ես շատ շնորհակալ եմ, ես կուզեմ, որ իմ երկու բժիշկին էլ կոչումներ տա Անահիտ Ավանեսյանը, կոչում տա իրանց, բարձրացնի իրանց կոչումը։ Լուսարատում արև կա, լույս կա, ջուր չկա։ Այնպես որ ջուր չկա, այս մարդկանց ջուր տվեք։ Ջուր տվեք։ Африка. Мы живем в Африке. Ասում ոնց էր Աֆրիկայում լինենք, Ռուսաստանից եկել ենք։ Африкայում ավելի շատ ջուր կան, քան լուսարատում։ А давайте это исправлять։ Քո անունը ի՞նչ է։ Շահեն։ Քո ամենամոտիկ ընկերով է այստեղ։ Հենրին։ Հա, Հենրին գիտեմ, ճանաչում եմ արդեն, դու քանի տարեկան ես։ 7։ Օրդ ոնց է անցնում լուսարատում։ Լավ։ Ինչով ես զբաղվում։ Նկարչությունով։ Հա, լավ ես նկարում։ Նկարչության խմբակ ես գնում։ Դե անպայման ինձ կնկարես, որ մյուս անգամ գամ լուսարատ, իմ լուսանկար տաս ինձ։ Քո ամենասիրած խաղը ո՞րն է։ Բախկվոց։ Շուտ եկեք, շունեմ տեզեք, շոկ եմ բերը ու շատրվան, շրլիկ մլիկ, շնապաստակն եմ շունը գամ պրը մեր հայկական։ Ապրես դու։ Դասարանում քանի հոգի եք։ 33։ Վաու, բա քո դասվարի անունը ի՞նչ է։ Ընկեր Ամերջանյան։ Իրեն շատ ես կարոտել։ Դե օթային պաչիկներ ուղարկի։ Ձեն։
Ուղարկի։ Ապրես։ Երեխաներ, ծանոթանանք իրար հետ։ Քո անունը ի՞նչ է։ Արփի։ Դու Արփին ես, բա դու։ Արեն է։ Դու էլ Արենն ես։ Քուրու ախպեր եք։ Զույգ եք։ Օ։ Քանի տարեկան եք երեխեք։ 5։ Նույն օրն եք ծնվել։ Նույն ժամին։ Ձեր ծնունդը նույն օրն է։ Հա։ Վայ, էս ինչ լավ բան է։ Բա ծննդյան օրը ով է ամենից շատ նվերներ ստանում։ Դու։ Երկուսս։ Երբ է ձեր ծնունդը։ Ծմերը։ Երեխեք մանկապարտեզ եք գնում։ Գյուղում կա մանկապարտեզ։ Մեր մանկապարտեզնում ենք։ Հա, գյուղի մանկապարտեզն եք հաճախում։ Բա մանկապարտեզում ինչ երգ եք սովորել։ Դիքը երկրը։ Օրինակ կերկեք մեզ համար մի երգ։ Այո։ Որը կերկեք լսենք բոլորս։ Տեսեք ինչքան հանդիսատես կա։ Արև եկեք, զիզիքարին վերեք, սև ամպերերացեք, արևին ճամփատվեք, արևը մեզ յուր եկավ, բախտուն անգից ներժիկավ, եկեք ծապ, մեր արևին բարև տանք։ Այո, արևը այսօր եկավ լուսառատ, որպեսզի տեսնի լուսառացիները ոնց են, ինչ կա չկա լուսառատում։ Մեր հայրենիքի անունը ինչ է։ Հայաստան։ Ապրես։ Իսկ ձեր գյուղի անունը ինչ է։ Լուսարատ բնակավայրում։ Այո, լուսառատ բնակավայր։ Լուսառատ նշանակում է լույսերը առատ, հա։ Այստեղ գիշերը, որ գալիս է, լույսերը վառվում են բոլոր փողոցներում։ Այո։ Ահա, լուսավոր գյուղ է ձեր գյուղը։ Իսկ մարդիկ այստեղ լուսավոր են։ Լավն են մարդիկ։ Հա։ Տատի ինչ է ձեր անունը։ Զեփյուրա։ Զեփյուր։ Ահա։ Ինչ կա չկա։ Ինչ մտեղի ջուր չունենք։ Ինչպես ած լույս կա, բայց ջուր չկա։ Ինչքան ժամանակ է որ ջուր չունեք։ 3 ամիս է, մի օր օրեկա, մի շաբաթ չի։ Գամի օրեկա քիչ խացեր է ժողովրդի կեսին։ Բա ինչ եք անում։ Յանջու, այսինչ անձրավեկա, անձրավտակ գագի չամչան եկավ էստեղ, նկարեցին, մենք լեսին կանձրավտակ ենք լողացա, սուտ է ժողովուրդը։ Ասա դե փաստուր եմ յան խադի լավ եղեք, որ երկենքից լանձրևկա լողանա։ Հաբա այս վիճակն է, ջուղը նա այս վիճակը։ Այսինքն կրանքը բացում եք, ջուր չկա։ Վարշե չկա, ենա փոստենեն է, այսօր անցիրեք, բացիկ ջուր կար, այդտեղից է ջուր տանում։ Վերջին անգամ երբ եք ջուր ունեցել։ Մի շաբաթ առաջ մի ժամով եկերա, են լեկարվերան կարևանի խեդեն, እስኪ խմելու ջուրը չխասեմ։ Բայց ջուրը որտեղից եք վերցրել։ Այս ջուրան էս փոսն փասը աղջի փաթի թողտենի։ Գոլի ջուրա։ Այ, այս ջուրը հիմա տանելու եք ինչ անեք։ Տանում տամ խավի։ Հա։ Այ քեզ բան։ Այս է մեկ վիճակը։ Ասում եք Էսի ջուղ չէ ժողովուրդ ջան, այս լուսառատն տեղ չի, ապրելու նայություն չկա։ Մենակ այս տարածքում է որ ջուր չկա։ Դու լավ էլ են դրանք չեղի, վաղկա վավշի չեղի, վաղկա։ Այս տարածքն է, այս շենքերն է չեղնի։ Շենքերում է որ ջուր չկա։ Ջուր չկա։ Մնացած գյուղի մեջ ջուրը կա։ Հա, Վիոլան ասում է մենք շենքերին չենք կարա ջուրով ապահովեն։ Ո՞վ պետք է ջրով ապահովի։ Ինչ է երկինք են։ Ջուր անձրև կա ժողովուրդ։ Դուք համայնքապետարան գնացել եք։ Այո, այսօր համայնքապետարան ենք եղել, Վեդի համայնքապետարան։ Մեր համայնքապետ Գարիկ Սարգսյանն է, որ էսքի տեղն է չգիտենք, հաստեն է չգիտենք որտեղ է։ Որ դիմել եք ինչ են ասել։ Ասում է գնացեք ինչ սեբի կավրիկ, միզի է դա քիչ։ Ես էլ 4 ծառնով Նիկոլ Փաշինյանն եմ ընդրել։ Հիմա այսօր վարլի մաքրեմ անջուր։ Չպետք է ընդրին, չէ։ Ես դիմում եմ պետությանը, որ լավ գործեր անի լուսարատի համար։ Ապրես Լիլիթ։ Արեք մենք հովիզյոններով նայում ենք։ Հա։ Օրինակ իմ վիդեոներից ինչ կպատմեք ինձ, ո՞րն եք նայել։ Այդ վարդը որ ասում ճաշի կուտես։ Այն որ երեխան ճաշիկ են կուտեցնում, էլ ինչ եք նայել։ Արմինեն ճանաչում եք։ Հա։ Արմինեն ինչ երգեր երգում։ Չկակամիակ գնացել է հեռուներ։ Ճիշտ է։ Բա որ դուք մեծանաք ինչ եք դառնալու։
Ես դրոլիստ։ Օ, բա դու Եկե բրոգել։ պրոգեր ես դառնալու դու։ Ես չեմ դառնալու, ես չեմ դառնալու։ Ինքը դոլահարա դառնալու։ Ձեր գյուղում կարատեի խմբակ կա։ Հա։ Բա դու չես գնում կարատեի խմբակ։ Ես եմ մեկ տանում էր Արմանը, հետո էլ որ կարտեից հանես Արմանին, ինձ էլ չթողում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխարհի ամենաընտանեկան կապին, F-net-ին, որը միշտ մեզ հետ է։ Ապրի նաև Emily Farm դեղատների ցանցը։ Սիրելիներս, մի քանի ժամ մենք անցկացրեցինք Արարատի մարզի 6-ի համայնքի Լուսարատ բնակավայրում։ Մարդկանց այստեղ ուզում է երկու խնդիր։ Մեկը ջուրն է, որը խստի բացակայում է, իսկ երկրորդը տրանսպորտը։ Երևան, Լուսարատ տրանսպորտ են մարդիկ երազում ունենալ։ Խնդրում եմ այս կարևոր հարցերին անպայման ուշադրություն դարձնել եւ ուզում եմ, որ պետությունը ամեն ինչ անի գյուղերում ապրող բնակիչների համար, որպեսզի իրենք իրենց ուշադրության կենտրոնում զգան, ոչ թե այստեղ ուղակի գոյատևեն, այլ հարմար պայմաններ ստեղծեք, որ մարդավարի ապրեն։ Այսօր այսքանը Լուսարատից Առիթից ուզում եմ օգտվել եւ նորակոչիկներին բարի ծառայություն մաղթել, բանակից վերադարձողներին համբերություն մաղթել աշխատանք գտնելու հարցում, կայանալու հարցում եւ ամենակարևորը ուզում եմ մարդկանց դիմել, որ մարդ մնան, մի չարացեք, մի սպանեք իրար։ Հիմա հասկանում եմ, որ մարդիկ Աստծուց շատ են հեռացել, այդ իսկ պատճառով անդադ դաժան սպանություններ, ավտովթարներ, փորձեք մի փոքր բարի լինել, երբ որ դուք բարի լինեք, Աստված ձեզ անպայման կփոխհատուցի, ժողովուրդ ջան, մարդասեր եղեք։ Ընկեր Գրիգոր, ուզում եմ ձեզ բարևել, ձեր աշակերտները, ձեր մարզիկները հրաժարվում են խոսել տեսախցիկի առաջ, ասում եմ ուր է ընկեր Գրիգորը, երբ է գալու, բա հեսա կգա, փոքր վեդիում ասում են, որ կարատե է պարապում, վերջացնելու է գա Լուսարատ։ Շնորհակալություն, որ դուք տեղի երեխաներին մեծ ուշադրություն եք դարձնում ու նրանք ձեր շնորհի փողոցից որոշ ժամանակով կտրվում են եւ զբաղվում են կարատեով։ Աստված ձեզ պահապան լինի։